Էստոնական ընկերությունը Հայաստանում թվայնացնելու է պետական կառավարման համակարգերը։ Տեղեկատվությունն օրեր առաջ հայտնվեց լրահոսում եւ մտածելու տեղիք տվեց։ Պաշտոնական տարբեր միջոցառումների ժամանակ պատասխանատու չինովնիկներն աջուձախ վստահեցնում են, որ Հայաստանը չափազանց զարգացած IT ինդուստրիա ունի, որն աշխարհի համար գեներացնում է չափազանց կարևոր պրոդուկտներ։ Այդ դեպքում ինչու է պետական կառավարման կարևորագույն ոլորտի համար ներգրավում էստոնական IT ընկերության։ Կա կարծիք, որ հայկական IT ընկերությունների հետ նախկինում ունեցած դառը փորձն է պատճառը։ Առաջնություն տրվել է ներսում պատվերներին, բայց մի վերապահումով այդ պատվերները գնացել են ոչ ճիշտ մարդկանց, որ վերցնեն ուղղակի ստատիստիկայով հաշվեն պետական պատվերով գրված IT-ները, այսինքն IT պրոյեկտները, տեսեք մեծամասնությունը ֆեյլ է։ Ոչ թե առնում ես լավը, այլ առնում ես ամենաէժանը։ Այդ տրամաբանության, որ գնաս դու ամենաէժանը գնես, միշտ վատն է լինելու, այդ էժանը չի էլ աշխատել, միշտ տեղի է ունենում։ Ներկայում Հայաստանում գործում են բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնք կատարում են Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում տարբեր պետական եւ մասնավոր կազմակերպությունների բարդագույն պատվերներ։ Մեծ հաշվով պետությունը կարող էր փորձել նրանց ներգրավել պետական կառավարման թվային գործիքների ստեղծման գործընթացում։ Դրանով նաեւ կնպաստեր տվյալ ընկերությունների աճին, ինչպես ցանկացած այլ զարգացած պետություն է վարվում, երբ ցանկանում է կոնկրետ ոլորտի աճ ապահովել սեփական երկրում։ Մի կողմից վերցնում ես պետության կարիքների համար որոշակի ծառայություններ կամ ապրանքներ, մյուս կողմից դու ներդրում ես կատարում այդ ծառայությունը ապրանք մատակարարող ընկերության մեջ։ Մեր պետությունը երբ որ վերցնում է Էստոնիայից, ինքն իրականում ներդրում է կատարում էստոնական տնտեսության մեջ։ Այստեղ կա եւս մեկ խնդիր՝ ինքնաբավության հարցը։ Թվային տիրույթում մենք նույն անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ գետնի վրա։ Արդյոք դասի ընկերությունների ստեղծած գործիքները խոցելի չեն դասնի պետական կառավարման ամբողջ համակարգը։ Նույն դրսի լուծումը կարելի է եւ լուծել եւ կիրառել շատ կախյալ վիճակով եւ կիրառել հարաբերական ավելի անկախ վիճակով։ Նույնը ներսի լուծումների, այսինքն տենց չի, որ ներսի լուծի, եթե ուշադիր չլինենք, ներսի արտադրողներն կարող են, օրինակ, կարող է ծրագիրը սարքողը լինի հայկական ընկերություն, բայց տվյալները պահի Amazon Cloud-ի մեջ։ Թվային տիրույթում հիմա պետությունները փորձում են առավելագույնն անկախ լինեն այն պատճառով, որ հիբրիդային պատերազմները վարում են նաև այդ տիրույթում։ Եթե չկա տիրապետում տեխնոլոգիային, հնարավոր է չկարողանաս արդյունավետ դիմակայել ռիսկերին։ Պետք է լավ մասնագետներ աշխատեն ու նաև այդ հարցը այդ մասնագետների առաջ դրած լինի։ Որ պետք է խնդիրը լուծել անկախության, այդ սուվերենության այսինչ մակարդակը պահելով։ Մեծ հաշվով գումարները, որոնք հատկացվելու են պետության կառավարման թվային գործիքների մշակման համար, փոքր չեն եւ չափազանց օգտակար կլինի, որպեսզի դրանք մնան երկրում եւ պտտվեն մեր տնտեսության մեջ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։